Աստծու բարին բոլորին, բոլորիս խաղաղություն, համբերություն, ջանք թափենք ներդաշնակությունը պահպանելու, որովհետև գնալով, ինչպես բոլորդ զգում եք, թե լրատվական բոլոր միջոցներով, թե մեր կենցաղային մակարդակով մենք ավելի շատ իրար վնասում ենք, քան թե փորձում ենք օգտակար լինել, փրկել, մեր վարքով, մեր խոսքերով, մեր մտքերով, թեկուզ և իրարից հեռու լինենք, բայց իրար միտք ուղարկենք դրական, հուսադրող, եթե այս բանը մենք չենք անում, նշանակում է մենք օգնում ենք բացասական բոլոր ուժերին, որ ավելի արագ և ավելի սարսափելի անդունդի մեջ ընկնենք։ Դրա համար ես ամեն տարի հեռուստաալիքներով խոսել եմ մանավանդ տարեվերջան վերջին ամիսը, դեկտեմբերի մասին, որ դեկտեմբեր ամիսը մեզ համար կյանքի հաշվետվության քննություններ են։ Ամբողջ տարին ինչ ենք ավելացրել մեր հավատքի, մեր բարության, մեր ներողամտության, մեր բոլոր դրական հատկությունների մեջ։ Գոնե մեկ հատկություն ավելացրել ենք, թե ոչ, թե ավելացրել ենք մեր չարությունը, ջղայնությունը, ատելությունը, նախանձությունը, խռովքը, դրամապաշտությունն ու մարմնապաշտությունը, մենք պետք է մեր առաջ, ամեն մեկս մեր առաջ քննություն անձնենք, գոնե տարեվերջին, գոնե ամսվա վերջին 3 օրը, գոնե շաբաթվա վերջին 2 օրը, գոնե օրվա վերջին քնելուց առաջ, ում ենք վիրավորել, մեր վարքով, լուր, այն ժամանակ, երբ որ պետք է օգնենք մեր պատասխանով, լռել ենք արհամարհանքով, ամբողջ օրը մի հատ արագ հիշողությամբ պետք է վերականգնենք, որ մյուս օրը նույնը չկրկնենք, խռովքը չպահենք մեր վերմակի տակ, քնենք հետը, ատելությունը, նախանձությունը, ամբողջը, և հետո ասենք, լավ չեմ քնե, գլուխս ցավում է այսօր, ոչ մեկիս գլուխը չի ցավա երբեք, եթե այդ գլխի մեջ ոչ մեկին պիտանի տեղեկությունները չկուտակենք, հնարավոր չի, ինչպես ստամոք սահիկային ամբողջ տրակտն ենք մենք ուղղակի հիվանդացնում, վատացնում, ցավեր ձեռք բերում, սխալ սնունդի հետևանքով, սննդաբանությունը արդեն բոլորին հայտնի է, շատ սննդաբաններ խոսում են և ամեն հարյուրամյակներին նոր տիտաններ են առաջանում, ամենքը գրում են, որ կենդանիներին ուտելը, այսինքն դա մեր սնունդը չի, մարդու սնունդը պետք է ինքը մարդը ինչ որ ցանի, այն էլ հնձի, ոչ թե սպանությունն է, կամ առիթ տալը, այլ ինքը պետք է ստեղծի դա։ Եվ սկսած այդ սնունդից, վերջացրած զգայական սնունդից, մտավոր և հոգևոր սնունդից, մենք պետք է զանազանման հատկություն ունենանք, տարբերենք, որն է մեր ուտելիքը, պետք է հասկանանք, որն է մեր առաքելությունը, և ամենօրյա աշխատանք է սա, ինքն է հսկում, ինքն է կառավարում, ինքն է կատարելագործում, ամեն ինչի մեջ,
Չպետք է մոռանանք, որ մենք ապրում ենք հիմա այն շրջանում, բոլորաշրջանը փոխվում է, 5-րդ չափման մեջ ենք մտնում, բոլորդ գիտեք, շատ անգամ էլ խոսել եմ այդ մասին, բայց պետք է զգուշ լինենք, ինչ խոսք ասեցինք, որ դրա հետևանքը վատ եղավ։ Եվ մեզ համար, եւ ում որ ասել ենք նրա համար, եւ ովքեր ներկա էին նրանց համար, եւ ովքեր լսում են, ասենք, YouTube-յան հաղորդումները։ Երբ որ մենք մի սխալ բան ենք անում, մանավանդ հիմա, նորից եմ անընդհատ հիշեցնում, որ հիմիկվա մասին է խոսքը ավելի շատ, պետք է շատ զգուշ լինենք, ոչ թե վախեցած լինենք, այլ զգուշ լինենք։ Ես նախանձեցի այն մարդուն, թե չէ։ Թե ուղղակի նրան զգուշացնում եմ, որ դա ճիշտ ձևը չի։ Որ դու առավոտի ծիրիկու մրցման մասին ես մտածում, եւ այն էլ այն մրցման, որից շատ մարդիկ տուժում են։ Կարատե են ասում, մարտական արվեստների մեջ մտնող բոլոր այդ բաները, որոնք որ անմիջական ֆիզիկական կոնտակտի մեջ են, կապի մեջ են մտնում։ Բոլոր տեսակի համեմատվելը, բոլոր տեսակի մրցումները պետք է մարդու հիշողությունից դուրս գան։ Եթե ոչ մեզ կպարտադրվի տիեզերական էներգիաների կողմից, եթե հավատացյալներ կան, ասեմ, Աստծու կողմից, որ չվիրավորվեն, որ ինչու անուն չեն տալիս եւ այլն, անունը չի կարևորը, անունապաշտությունը չի կարևորը, կարևորը օրենքը պահպանելն է։ Անունապաշտությունն էլ է համեմատվելու, մրցելու մեջ գցում մեզ։ Ուրեմն ամեն մի սխալ թույլ տալուց մեր մեջ մտնում է բացասական հոգին, որը որ սպասում է, որ իր սնունդը ստանա։ Իր սնունդը որն է, տհաճ հոտերը, ծանր գույները, սևից սկսած մյուս բոլոր երանգները, ուրեմն հոտերը, գույները, ձայները, հայհոյանքները, վեճերը, ամեն այդ առիթով, նույնիսկ եթե չես արտահայտում, մտքիդ մեջ չարացած մի միտք ես ուղարկում, անմիջապես քեզ բռնում են չար ուժերը, որոնք որ Հովհաննես Թումանյանը գրում է չարքերը, այնտեղ Աստվածաշնչի մեջ կա, որ սատանան տարբեր ձևով նկարագրում են, որ այն հոգիները, որոնք ֆիզիկական պլանում ապրելուց ոչ մի դրական հատկություն չեն ձեռք բերել, բացի շահագործումից, սպանումից, դրամ կուտակելուց, պաշտոնաձիրքությունից եւ այլն, նրանք, որ հիմա արդեն չեն ապրում մեզ հետ ֆիզիկական պլանում, նրանք մտնում են մեր մեջ, որ օգտվեն մեր էներգիայից։ Իրանց սնունդը ընդունեն։ Նրանք սերամոլների մեջ են մտնում, ովքեր որ կյանքի նպատակը դարձրել են սերային կյանքը։ Հոգին չի կատարելագործվում, էվոլյուցիան չի անցնում այդ մարդը։ Էվոլյուցիան հոգևոր զարգացման մասին է խոսքը, հոգևոր արժեքների մասին է խոսքը։ Ոչ թե մի հատ գնդակ գցեն դաշտի մեջ ու 22 հոգով իրար ձեռքից խլեն ու ուրախանան։ Այս մասին խոսել եմ, բայց հիմա որ նորից տարեվերջն է, ուզում եմ մի հատ դուք ամենքը ձեր մեջ ստուգեք, ամեն օր, ամեն շաբաթվա վերջին, ամեն ամսվա վերջին, տարեվերջան այս դեկտեմբեր ամսին, մի հատ բարձրանանք միասին ու վերևից նայենք, տեսնենք մենք ոնց ենք ապրում դեկտեմբեր ամսին։ Ես 88 թվից հետո անընդհատ նայում եմ, ուսումնասիրում եմ, ինչ է կատարվում մեզ հետ։ Վազքով գնում ենք, հիմա էլ մեքենաներով, իրար քսմսվելով գնում հասցնում ենք, որ հասցնենք մեր ուզած բանը առնենք։
որ հրավիրենք, խմենք, գլուխներս թմրացնենք, իրար կենաց խմենք, իրար գովենք, մեր երեխաներին այդ օրինակը փոխանցենք։ Այս խայտառակությունը մինչև չդադարի ամեն մարդու մեջ, մինչև չհասկանանք, գիտակցությունը չընդարձակենք, մտածելով ոչ թե տեղեկությունները լսելով անընդհատ։ Ուրեմն ես ուզում եմ այս զրույցը SOS անվանեմ, Save Our Soul, պահպանեք, փրկեք մեր հոգին։ Ինչքան հիշում եմ, հապավում դա է ասում։ Ուրեմն ինքնահսկման եմ կոչ անում, որ ամեն մարդ, որ իրան շատ գիտուն է համարում, շատ կարդացած, որ կարողանա այդ կարդացածի 1% գոնե ինքնահսկման միջոցով իրագործի իր կյանքի մեջ, առանց մրցելու, համեմատվելու, համեստորեն, ոչ թե գնա այստեղ լսի մի բան լսի ու ասի այն ինչ լավ խոսեց, հետո գնա այնտեղ ասի այստեղ էլ 1 միլիոն մարդիկ կան հավաքված, մարդը ինչ լավ է խոսում, այս մասին էլ շատ խոսել եմ, բայց տարեվերջյան նորից եմ ասում, շատ խիստ անհրաժեշտ է, որ մենք մեր քննությունը, կյանքի քննությունը կարգին անցնենք։ Եթե մենք մի բան չփոխենք, ոչ մի բան չի փոխվելու։ Ամենքս մի բան փոխենք։ Եթե շատախոս ես եւ զգում ես, որ շատախոս ես, կամքդ լարի ոչ թե ուրիշ ձեռքբերումներ անելու համար, այլ քիչ խոսալու համար, ճիշտ խոսալու համար, կոնկրետ խոսալու համար։ Այստեղ ոչ մեկը չի խանգարում այս հարցում, ընդհանրապես մեր ներքին ճանապարհը անցնելու համար, որը Հիսուսն ասում է նեղ դռներով անցեք, ջանքով վերցրեք։ Իսկ կենթանի էթիկայում, Ագնի յոգայում էլ ասում է, մի վախեցեք դժվարություններից, դժվարություններով հասունանում ենք։ Եթե հեռուստացույցի առաջ նստած երեխային ապահովեք ամեն ինչով եւ ինքը ամենագետ դառնա, ամեն տվյալները անգիր իմանա, մենք նրան անվանում ենք գիտունիկ երեխա է, չենք ասում լավ հիշողություն ունի եւ աստրալ ցածր պլանից նա ստանում է իր տեղեկությունները եւ մեզ ֆիզիկական պլանի ճիշտ տեղեկություններ է փոխանցում, մենք ասում ենք հանճարեղ երեխա է։ Այդ հանճարեղ երեխան ներել գիտի, սիրել գիտի, ինչն է սիրում, իր ուտելիքը, իր շորերը, իր մոտիկներին, հարազատներին, թե սեր կա իր մեջ։ Նա բնությունն էլ է սիրում, ամեն ինչ է, չի կարողանում որևէ մեկի վրա ջղայնանա, որևէ մեկից բամբասի, որևէ մեկի վնասի, որևէ մեկի հետ մրցի ու հաղթելու մասին մտածի։ Ինչքան երկար կարելի է թվարկել այս բոլոր բաները, որ մենք մեկ հատկություն գոնե մեր մեջ չենք ուզում փոխենք։ Դուք պատկերացնում եք այս իրավիճակներում ինչ վնասներ են տալիս մարտական արվեստի հոգևոր արժեք չունեցող մարզիչները, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի, որ այսօր լռություն է պետք, ոչ թե մրցումներ, լռություն, որովհետև մենք սարսափելի աղմուկներ ունենք մեր հիշողության մեջ, մեր գլխի մեջ, երբ որ կատարյալ լռության մեջ ես մտնում, զգում ես, որ քո մտքերը կռվի մեջ են այնտեղ, բարձրագույն եսիդ հուշելու բանը, հուշելու աղմուկը և քո ցանկասիրությունների և
կուտակած բոլոր ավելորդ տեղեկությունների միջև։ Ես բառերով կարող չեմ կարողանում լավ արտահայտեմ այն երևույթները, ինչ որ ես զգում եմ, բայց ամենքդ ունեք սիրտ, հոգի, բարձրագույն ես, առանց դրան մենք ընդհանրապես գոյություն չունենք։ Փորձեք ամեն երեկո մի հատ ձեզ կարգի բերել, ոչ թե միայն ցնցող ընդունել, տակ ու հանգստացա, արդեն հիմա հանգիստ կքնեմ։ Այո, մարմինդ հանգստացավ, բայց շատ մարդիկ կան չեն կարողանում ամբողջ գիշերը քնեն։ Կամ մի 4-5 անգամ արթնանում են, էլի պարկում են։ Առավոտը ճմրտված գնում են, օ, կյանքիդ մեռնեմ, ես քեզ շատ եմ սիրում։ Մարդը եթե իրան չի կարողանում սիրի, իր տաճարը մաքուր չի կարողանում պահի, ում կարող է սիրել։ Դա սեր է, երբ որ ուզում ես մեկի ներկայությունը, անընդհատ որ նրա էներգիայից օգտվես, ինքն էլ հոգնի, ասի լավ ստեսություն, ես գնացի գործեր ունեմ։ Դա սեր է։ Ես ձեզ խաղաղություն եմ ցանկանում։ Ինքնակառավարում, ինքնահսկում, որ հսկեք ձեր խոսքը հենց նենց չի անցնում։ Ոչ մի խոսքը, ամեն խոսք էներգիա է։ Մարդու հիշողության մեջ մնում է այդ վատ տրամադրությունը, նա էլ քո հարազատն է, բայց էլ չի ուզում քեզ հետ տեսնվի, չի ուզում քեզ լսի, որովհետև ռուսերեն լավ են ասում, վիրավորելու համար չեն ասում, համեմատական են տանում։ Я про Ивана, а ты про болвана։ Ես ինչ ուրիշ բանի մասին եմ խոսում, դու լրիվ ուրիշ բան ես պատմում, ուրիշ հարց եմ տալի, դու լրիվ ուրիշ պատասխան ես տալի։ Ոնց կարող ենք իրար հետ հաց ուտել, իրար հետ մտքեր փոխանակել, իրար հետ ճանապարհ գնալ, իրար հետ նույն կուսակցությունում լինել, նույն համայնքում լինել, նույն ընտանիքում լինել, հնարավոր չի։ Ամեն մարդ պետք է թեկուզ իր զրոն առանց համեմատելու նրա 10 միավորի հետ, բայց նույն ճանապարհով գնանք։ Այստեղ մրցում չկա, այստեղ կա անցյալ հազարավոր կյանքերի փորձի խնդիրն է։ Հենց այս կյանքում մենք ինչ որ ձեռք բերեցինք, ինչ որ ազատվեցինք այդ բանտից, մենք նոր կարող ենք դուրս պրծնել այդ բանտից, այսինքն մեր ստեղծած բանտից։ Հավետարանում էլ է գրված։ Մինչև վերջին պարտքը չմարես, դուրս չես գալու այդ բանտից։ Հազարավոր անգամ եկել ենք, ասել ենք մենք մի կյանք ունենք։ Ոնց ուզենամ պիտի ապրեմ։ Ինչի է նա գող ավազակ, մարդասպան ինձանից լավ ապրում։ Լավ ապրել է որն է։ Միշտ կուշտ ուտելը, ավելի թանկ երկաթի մեջ մանգալը, որն է լավ ապրելը։ Լավ ապրելն էլ նա, որ դու բանտից ազատված ես, այսինքն դու ազատության մեջ ես, քեզ ոչ կարողանում են կառավարեն, ոչ կարողանում են ընկճեն, ոչ մի բան, ամեն ինչի մեջում խաղաղ անցնում ես, բայց փառք ես տալի, որ ողջ ես, ողջ ես, դեռ ժամանակ ունես կատարելագործվելու, պատրաստվելու մեռնելուն, այդպես են ասում, ես չեմ հասկանում մեռնելը, ամեն տեղ գրված է, որ դուք հավերժական հոգի եք, դրա համար անընդհատ գնում եք մոլորակի վրա մարմնավորվում, որ կատարելագործվեք, որ հավերժական կյանքի մեջ մտնեք, քննությունները անցնելուց հետո։ Ուրեմն չմոռանաք, որ մենք հիմա այսօր մենք հանդիպում ենք հարազատների, հարևանների, բարեկամների եւ մարդկանց, որոնք հեռուստա ալիքներով խոսում են, YouTube-ով դնում են իրանց զրույցները, տեսնում ես, որ այս մարդը ոչ խորհուրդ է տալիս, ինչ անենք, առաջի քայլը որն է, առաջի քայլը դու ես, դու քեզանով զբաղվի,
Ոչ թե ծնողից սխալները, երեխայից սխալները, առաջինը դու ես։ Դու օրինակ պիտի տաս։ Առանց պահանջելու։ Նրա անցյալ կյանքերը հարմար չէին, որ քեզ հետ զուգահեռ գա։ Ոչ էլ այս կյանքին է, բայց դու օրինակը տուր, որ խիղճդ հանգիստ այս աշխարհից գնաս։ Ոչ թե հսկողության տակ վերցրու ուրիշների քայլերը, ուրիշների մտքերը, ուրիշների շարժու ձևը, հագնվելը, խոսալը, այլ քոնը։ Որովհետև եթե դու հանդիպել ես այդ մարդուն, նա քո քննությունն է։ Եթե չես հանդիպել հեռուստա ալիքներից նայելով, քեզ վրա հարցեր է ուղարկում քեզ վրա, քեզ համար։ Դա էլ է քննություն։ Ինչպես ես դու անցնում այդ հարցերի մեջով։ Ինչ պատասխաններ ես տալի, ինչ երանգով, ամեն ինչը քննություն է։ Եթե մենք շնչել չգիտենք եւ հիվանդանում ենք, առաջի պայմանը շնչելն է, չէ՞։ Գոյատևելու։ Ուրիշը մեղավոր չի, մենք ենք մեղավոր։ Չենք ուզում շնչելու արվեստին տիրապետել, լսել, կարդալ, չենք ուզում։ Բայց ուզում ենք, որ մեզանից գոհ լինեն, մեզ հետ խոսալուց հարգանքով խոսան, մեզ համար էժան մեքենա դասավորեն, որ առնենք, ինշուրանսները, ապահովագրությունները, էժան տուն առնենք, մենք դա ենք ուզում, չենք ուզում իմանանք ինչպես շնչենք, որ առողջ լինենք։ Այդ ձուկը գլխից են բռնում, շնչելու մասին, հաջորդը ջուրն է։ Գաղափար չենք ունենում, թե ջուրը ինչպես օգտագործենք, որ մեզ վնաս չտա։ Նույն ջուրը խմում են, մեկը ճիշտ է խմում, մյուսը ոնց պատահի նույնիսկ քայլելով խմում է։ Ոչ երեկանների մասին է մտածում, ոչ մարսողական ամբողջ տրախտի մասին, ոչ մտածում է, որ այդ ջուրը մեր արյունն է դառնում, մեր ուղեղի, մեր ամբողջ 75%-ը ջուր է։ Չեն մտածում։ Դրա համար էլ վեհապետները բոլորը միացած իրար, թելադրությունների մեջ իրանց ասում են, առաջին խնդիրը գիտակցությունը ընդարձակելն է, ոչ թե տեղեկությունները լցնելը գլխի մեջ ու վիճելը ամեն տեղ, ես սենց եմ լսել, այս ինչ գիտնական է, այսպես է, հիմա չկան, ամենագիտնականը մեծ, ամեն մարդը իր համար, որովհետև ինքը գիտի իր ցավերը, ինքը գիտի իր թերությունները, ինքը պետք է մի ծայրից կծիկի նման, մի ծայրից բռնի ու կծիկը կամաց քանդի։ Ես կուզենայի, որ այսօր իմ զրույցի վերջում հիշեք եւ ընդհանրապես մինչև հաջորդ հանդիպումը հիշեք, որ ես այսօր ուզում եմ ձեր ուշադրությունը կենտրոնացնել ինքնահսկման, ինքնակառավարման, ինքնամաքրման, ինքնաազատման վրա։ Որովհետև եթե մարդը գիտակցությունը չի ընդարձակում, ամեն ինչը ավելորդ է նրա համար, բացի այն բաներից, ինչ որ ինքը ցանկանում է։ Մնացած բաները իրան չեն հետաքրքրում։ Բայց որ գիտակցությունը ընդարձակում է, այդ ցանկացած երևույթներն ու իրերը փոխում են իրանց դեմքը, ուրիշ են դառնում, մակարդակը բարձրանում է։ Եթե առաջ ուզում էր միայն ծխի, ալկոհոլով թմրացնի իր ուղեղը եւ այս նոր տարին ավարտի եւ սկսի այդ ձևով եւ հիմա էլ շարունակում է այդ բանը
75 տարեկան մարդ է, 70 տարեկան, 65, 80 տարեկան, տեսնում ես մարդը 18, 17, 15 տարեկանի խելքով է խոսում։ Սա լուրջ հիվանդություն չի։ Մարդը ոչ մի իմաստություն չի ձեռք բերել, ոչ մի բան չի հասկացել, ինքն չի ածնվել, այսքան 80 տարի, 90 տարի ապրել եմ, ինչ կարող եմ փոխանցել իմ զավակներին, նրանք էլ իրենց զավակներին, այսինքն սերնդեսերունդ ինչ իմաստություն են փոխանցել։ Առողջության համար ինչ միջոցներ են փոխանցել, ինչ գիտելիք են փոխանցել։ Մենք գիտեք ինչ է խճճված։ Երկու պատմություն կա, համաշխարհային, մոլորակային։ Մեկը երկնքում, որ մեզ տրվում է մեծ վեհապետների կողմից։ Վերջինները եղան այս վեհապետները իրար միացան բոլորը, որտեղ կան եւ Հիսուսը, եւ Մարիամ Աստվածածինը, եւ Հովանես Առաքյալը, Մովսեսը, Հովանես Մկրտիչը, Էլմորյան, Շամբալայի տիրապետը, Գութխումին ու Ջվալկուլը, Նախաչոխանը, 53-ին մենք գիտենք, բայց ավելի շատ են։ Նրանք անընդհատ սպասում են, որ մեկը մի փոքր լամպի լույս վառի իր սրտի մեջ։ Էլմորյան ասում է, ես պատրաստ եմ գամ ձեր դայակություն անելու ձեզ համար։ Միայն թե տեղից շարժվեք, մի բան փոխեք ձեր մեջ։ Էդ էլ չենք անում։ Մեր սովորությունները ինչ որ կա, դե հիմա ոնց որ բոլորը ընենցել ես էլի։ Հիմա ջրհեղ եղա լինելու, դե որ լինելու է ինչ կարող եմ անել։ Կարող ես անել, եթե մի բան դու փոխես, եւ քեզ հարգող մարդիկ տեսնեն, որ դու մի բան փոխել ես քո մեջ, նրանք էլ կձգտեն իրանց մեջ փոխեն։ Միանգամից ոչ մի բան չի լինում, ոչ քո մոտ, ոչ էլ իրանց մոտ, բայց դու սկսի հավատքով ու բարությամբ, ոչ թե գլուխդ գովալով հաղորդակցվի, որ ես այսենց էի, բայց հիմա ես արել եմ բան։ Այդպես չի։ Ուղղակի լուր աշխատանք ես տանում, մտքերդ սփռում ես շուրջդ, քո թրթրանքը ֆիզիկական, զգայական, մտավոր, հոգևոր դառնում է բուժիչ, դառնում է հուսադրող, դառնում է օգնող։ Իսկ եթե հակառակն ենք անում, մենք ընկնում ենք փսիխիչսկի էներգիայի ազդեցության տակ, այսինքն հոգեկան էներգիայի ազդեցության տակ, որը բացասական երևույթներով է լցված, այսինքն հիվանդություններով, վախերով, դե վախը արդեն բոլոր հիվանդությունների հիմքն է։ Ով է վախի մեջ ապրում, ով Աստված չունի իր մեջ, օրենքներ չունի, ով որ չի կարողանում իր լեզուն մի քիչ զուսպ պահի, մտածելով խոսա։ Շատախոսությունը ահավոր բան է, իրար հիվանդացնելով չեն թողնում, որ դիմացի մարդը կամ զրուցակիցը մտածի, չեն թողնում, իրանք են խոսում, մեջը ոչ մի բան չկա, ոչ մի բարի բան չկա, լուսավոր բան չկա։ Փորձեք բամբասող տղամարդուն ընդհատել ու ասել, սխալ բան ես խոսում, մի խոսա։ Սպանություն կլինի, ծայրահեղ բան եմ ասում, վեճ ու կռիվ կլինի, խռովք կլինի, հետևանքը։ Այդ մարդու գլխավոր զենքը ապրելու, շնչելու, գոյատևելու ճանապարհը դա է։
բոլորին սևացնի, բոլորին ոչնչացնի իր մտքերի մեջ, բայց ինքը հզորանա, օգտվելով նրանց էներգիայից։ Չպետք է լսեք։ YouTube-յան բոլոր արհեստական այդ բանականության բոլոր ոչ մի կետ ցույց չեն տալիս մասաժների մասին խոսալու։ Ոչ մի բան։ Մակերեսորեն արագ-արագ խոսում են այնքան արագ, որ դու չես կարող մտածել, հասկանալ, անցնել մյուս հարցին։ Սա դառնում է սննդաթափոն։ Այդ սննդաթափոնները ուր եք հավաքում, եթե չեք ուտելու, տանում եք դնում ձեր պահարաններում, սառնարաններում պահում։ Գործ չունեք սննդաթափոնների հետ։ Ամենամաքուր միտքը այն է, որ դու հասկանում ես, որ քեզ կարող ես հաղթել այս հարցը լուծել։ Այլևս թթված դեմքով չեմ գնալու իմ բարեկամին գրկեմ ու ասեմ կյանքիդ մեռնեմ։ Ահա քեզ պսիխիչսկայա զարազա։ Վարակը այդպես է անցնում։ Ձեռքով բարևելուց, նույնիսկ եթե մտածում ես մեկի մասին, այդ անհանգիստ վիճակում փոխանցում ես նրան։ Եթե հիվանդ ես ու չես լսում, որ քեզ խորհուրդ են տալիս, դու մեղադրում ես խորհուրդ տվողին, որովհետև ուրիշ մարդ չես գտնում, որ մեղադրես։ Եվ չարանում ես, փոխանակ խաղաղվես, մտածես, որ ինչ եմ արել ես, որ հիվանդացել եմ, ինչ եմ արել ես, որ վարակվել եմ, իմուն համակարգդ թուլացրել ես, ուրիշ պատճառ չկա։ Ոնց ես թուլացրել, քո մտքերով, անկատար մտքերով, քո զգայական կյանքը ավելի ընդարձակելով, քան թե հոգևորն ու մտավորը, ամեն ինչը զգացմունքներով ես, արել, խոսացել, լսել, լարված, որ քաղաքավարի երևաս, ես լսեցի քեզ, լսեցիր, բայց ոչ մի բան չհասկացար, դու մտածում ես, ինչ պետքա պատասխանես։ Ես ձեզ զգուշացնում եմ, որ այս նոր տարի կապակցությամբ և ամսի 25-ից մինչև ամսի 7-ը, բոլորդ էլ գիտեք դրանք ինչ օրեր են, որ հաղորդակցվելուս, հանդիպելուս, ծանոթանալուս, սեղանի շուրջը նստած ժամանակ, իրար բացասական էներգիայով մի խեղդեք, մի թուլացրեք, իրար լսելով խոսացեք։ Սրա համար պետք չի համալսարաններ ավարտել։ Ես շատ անգամ խոսել եմ այդ մասին։ Համալսարանները ավարտում ենք նեղ մասնագիտությունների համար, որ կարողանանք աշխատավարձ ունենալ, պաշտոն ձեռք բերել, իբրև թե երջանիկ լինել այդ բարձր աշխատավարձով, բայց ես չեմ տեսել այսքան ժամանակ մի հարուստ մարդ, որը իրան երջանիկ զգա։ Գոհ զգալը, որ բավարարված զգալը, որ ոչ մի բանի կարիք չունեմ, դա չի երջանկությունը։ Երջանկությունը այն է, որ դու կարողանում ես ուրիշների երջանկությանը օգնել, օգտակար լինել և տեսնել և ուրախանալ։ Այդ ժամանակ երջանիկ ես դառնում, զգում ես, որ կյանքիդ ամենակարևոր խնդիրները լուծել ես, ներքին խաղաղություն ունես, չես չարանում որևէ մեկի հետ, չես խռովում, մարդը սխալ բան է արի, անցնում ես չես բարևում, ինչ չես բարևում, թանկ է շատ բարևդ, չեն տալիս փողը, դու տուր թող նա ասի, որ վատ մարդ է, վախից բարևեց, ով ինչ ուզում է ասի, ամեն մարդ իր մտքերի կարմայի տակից պետք է դուրս գա, վաղ թե ուշ, իր խոսքերի տակից, իր ցանկասիրությունների տակից։
ուրեմն միշտ որ խոսում եմ, լինում են մարդիկ, որ ասում են, լավ, հիմա առաջի քայլս որն է։ Առաջի քայլը նոր ասեցի, որ քո բնավորության գծերը նայ։ Ում հետ ոնց ես խոսում, ում ոնց լսեցիր, ոնց պատասխանեցիր, եթե քո դուրը չեկավ հարցը, կողքիդ թուղթը, որ հեռվում գցված է, գնա վերցրու, այդ քո առաջի քայլն է։ Քեզնից սկսի, քո տնից սկսի, քո ընտանիքից սկսի։ Ստուգի քեզ, դու Աստծո օրենքի մեջ ես, թե քո պապերից ժառանգած օրենքի մեջ ես։ Մրցենք տեսնենք ով է ուժեղ, մրցենք տեսնենք ով է արագ, մրցենք տեսնենք ով է ավելի հայտնի, ում կենացնեն ամենտեղ խմում։ Այս խայտարակությունը ես բառս փոխում եմ ասում, այս աններելի կյանքը պետք է ավարտել։ Էջը պետք է շրջել, դառնալ ուրիշ մարդ։ Դրա համար է Պողոս առաքյալն ասում, մենք չենք մեռնում, մենք փոխվում ենք։ Անընդհատ փոխվելով նրբանում ես, դառնում ես հոգի, ոչ թե մարմին։ Այսպես թե այնպես, բոլորս էլ մեր մարմինը թողնելու ենք։ Մարմինը հավերժական չի։ Հետևեք ոչ թե երկրային պատմությանը, որ մի քիչ առաջ ասեցի, այլ երկնային պատմությանը։ Փորձեք ծանոթանալ Բլավատսկայի, Ելենա Իվանովնա Ռերիխին։ Փորձեք էլի ծանոթացեք, տեսեք ինչ կա այնտեղ։ Եթե ձեզ չի հետաքրքրի այս խառը ժամանակներում, որ մարդիկ մտածում են վաղը ինչ է լինելու, վաղվա օրը իր հոգսերը կհոգա, դու այսօր մարդու նման եղի, որ մարդու նման էլ մարմինը թողնես բարձրանաս։ Թե չէ այսօր գիշատիչի նման ենք, մտածում ենք վաղը ինչ է լինելու։ Գիշատիչները, որ կուշտ են լինում, պարկում են սենց երանության մեջ, էդ էլ իրանց մեդիտացիան է, էդ էլ իրանց խաղաղությունն է, գոհ են։ Մարդը իրավունք ունի գոհ լինելու, մարդը իրավունք ունի երջանիկ լինելու։ Դե սկսենք մեզնից։ Կարող ենք ուրախանալ այս մարդու հարևանով, որը որ միշտ հանգիստ բարևում է անցնում։ Իսկ այն մյուսը, հենց որ ջղայնանում է, ոչ մեկին չի տեսնում։ Նրան էլ կարեկցանքի ուժ ուղարկենք։ Տեր Աստված թող բոլորին լավ լինի։ Դժվար մտքեր են, դժվար խոսքեր են, ինչ որ ուսմունքների բարձր գիտելիք է, թող բոլորին լավ լինի։ Ես բոլորին խաղաղություն եմ ցանկանում, բոլորին երջանկություն եմ ցանկանում, բոլորին առողջություն եմ ցանկանում, բոլորին սեր եմ ցանկանում։ Դժվար է այս մտքերը պահել այդ մեջ։ Մեքենա նստելուց դժվար է ասել, թող բոլորին փորձանքից ազատվեն։ Իջնելուց շնորհակալ եմ, որ փորձանք չեղավ։ Շնորհակալ եմ, որ գնացել էի այս կարևոր գործերին ու ողջ առողջ վերադարձել եմ։ Որովհետև դա հիմիտվան մտքերն են, մարդը դուրս է գալիս ու տեսնում է մեկը թմրադեղ ընդունած մեքենային նստած եկավ, խփեց, սպանեց մարդուն։ Եվ դրա նման հազարավոր երանգներով։ Մարդուն շատ սիրելով այնքան խմացնում են, որ խմելուց հետո սիրտը չի դիմանում, մեռնում է։ Բա մենք ընկերներ էինք, մենք խմեցինք, ինչ արեցինք որ։ Դե որ մարդը խմելուց էլ է մեռնում, ուրեմն թող մեռնի։ Ահա։ Հետաքրքիր է, չէ՞ ձևակերպում։ Ես խնդրում եմ իմ զրույցի մեջ ոչ թե լարված երանգը վերցրեք, այլ մշտական նույն բանի մասին խոսելով, ակնարկներով եւ ուղիղ, ուզում եմ ձեզ ոչ թե զգուշացնեմ, այլ նախազգուշացնեմ, որովհետև ժամանակ ունենք, որ սկսենք մեր թերությունները կարգի բերելու, ազատվելու դրանից։
Եվ քիչ նայենք հեռուստաալիքների այդ հայհոյանքները, որ տալիս են, կամ ազգային ժողովի այդ ամաչումել եմ ասեմ ազգային ժողով։ Մկների ժողովը ավելի լավ է։ Ինչի եմ այսպես վրդոված ասում, որովհետև ամբողջ մոլորակի հայությունը, ովքեր հայերեն հասկանում են, նրանք տեսնում են ու լսում են, թե իրենց հայրենակիցները ինչպես են ազգային ժողովում, այդ ժողովում իրար վրա շշեր գցում, հայհոյում, գնում մեջտեղում ընդեղ ավելի ազատ է, ավելի հարմար է իրար խփելը, և ամբողջ աշխարհը նայում է, էլ ինչ կարող ենք սպասել, բայց կարող ենք անել այն, ինչ որ ես հիմա ասում եմ։ Ոչ մեկը չի խանգարի քո մտքերին, թե դու ոնց ես մտածում, որ ես այս բաները սխալ եմ արել, այլևս այդ բաները չեմ անելու։ Ես հիմա նստել եմ հաց ուտելու, պետք է մտքերս կենտրոնացնեմ իմ շնորհակալության վրա։ Ես շնորհակալ եմ, որ հիմա ուտելիք ունեմ, թող աշխարհում սոված մարդ չլինի, թող սովից մեռնող չլինի, ոչ մի երեխա, ոչ մի մեծ, ոչ մի մարդ, օրինակի համար, և այսպես ամբողջ օրը։ Եթե մեկը հակառակ բաներ է խոսում, դժգոհում, բողոքում, անընդհատ թթված դեմքով գալի, բարևդ տուր ու անցի, եթե հարց է տալիս, խաղաղությամբ, ներշնչանքով, որ սա քննությունս է։ Տեսեք, օրվա վերջին այդքան հոգնած կլնեք, ինչպես ամեն օր հոգնած գալիս եք տուն։ Համեմատեք, ինքներդ ձեզ համեմատեք ձեր մտքերի հետ, ձեր ցանկասիրությունների հետ, ձեր ցանկություններով ում եք առիթ տալիս, որ մտնի ձեր մեջ, քո բարձրագույն եսին եք առիթ տալիս, որ ինքը ձեզ հետ լինի, կառավարի, թե մի հատ բացասական էակի։ Ձեզ խաղաղություն ես պարզապես նախ ազգուշացրեցի, և հիշեցրեցի, որ դեկտեմբեր ամիսը վազելու, համեմատվելու համար չի, հակառակ, փորձեք խաղաղությամբ ազատվել ամբողջ տարվա կատարած ձեր սխալներից և դիմավորել նոր տարին, որպես նոր տարի, ոչ թե կրկնվող տարի, նոր տարի, նոր տարին, նոր ծրագրերով, նոր մտքերով, նոր բնավորության գծերով, ներելով և այլ, խաղաղություն ձեզ, ես ավարտեցի այսօր։